Դե ինչ, մոտենում են մայիսյան տոնական օրերը։ Մի ժամանակ դրանք անցնում էին եռատոն խորագրի ներքո։ Հիմա ինչ ընկալում կա։ Անկեղծ ասեմ, ես միշտ ավելի կողմնակից եմ եղել նշել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մայիսի 8-ին։ Ես պատերազմի ավարտը եւ խաղաղությունը ավելի բարձր եմ գնահատում, քան հաղթանակը։ Հաղթանակը նաեւ ծնում է ռևանշի ցանկություն։ Հաղթանակը շատ հարաբերական է։ Կարծում եմ ձեզ մոտ եմ ասել, եթե մենք վերլուծենք երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ով է հաղթել, ով է պարտվել, մենք կտեսնենք շատ մի հետաքրքիր պատկեր։ Դե այստեղ էլ երկակի ընկալում է ձևավորվել արդեն։ Այո։ Հա։ Միացյալ Նահանգների նախագահն որոշեց եւս նշել հաղթանակ, դե դա ասենք ասեմ, ինձ թվում է դա։ Ես նկատի ունեմ նաեւ Հայաստանի ներսում երկակի, որովհետեւ կան արդեն բարձրաձայն արտահայտողներ, թե ի վերջո ինչ տվեց մեզ, ինչի այդպիսի մասնակցությունը։ Արնական մասնակցություն, եթե կարելի է այդ տերմինը օգտագործել։ Չգիտեմ, եթե հաղթանակը ավարտվում է խաղաղությամբ եւ զարգացումով, նա իմաստավորվում է որոշակի ձևով։ Եթե հաղթանակը չի բերում խաղաղություն եւ հաղթանակը չի բերում զարգացում, այդ ժամանակ իհարկե կարելի է մտածել, թե ինչ բերեց հաղթանակը բացի զոհերից։ Ընդ որում շատերը գիտեն, որ նույն սովետական միությունում մայիսին սկսեց նշվել հաղթանակից 20 տարի հետո 65 թվականին, մինչև այդ չէր նշվում։ Մինչև այդ ընդհանրապես այդքան էլ չէին սիրում հիշել պատերազմի մասին, որտեղ սովետական միության եւ զոհերի քանակը եւ ավերածությունների եւ ամեն ինչի, այսպես ասած, հպարտանալու շատ տեղ չէր տալիս։ Բայց կյանքը եւ պատմությունը այնպիսին է, ինչքան հեռու ողբերգությունից, այդքան ավելի վարդագույն է երևում պատերազմը։ Պատերազմը հանցագործություն է եւ հանցագործության մեջ հաղթանակ տոնելը կարծում եմ սխալ է։ Այդ պատերազմի ավարտը դա հաղթանակ է։ Դե հիմա Ադրբեջանը հենց այդ դրության մեջ է, հաղթանակի դափնիների, բայց չի ձգտում խաղաղության։ Դե Ադրբեջանը շատ եւ շատ բանով գուցե կրկնում է նաեւ մեզ։ Մենք ինքներս հաճախակի մոռանում ենք սեփական պատմությունը։ Ես կհիշացնեմ մի բան, որի մասին դուք ինքներդ երևի լավ հիշում եք, թե ինչպես էր ընկալվում հասարակության մեջ, ասենք թե գրաված տարածքներ հասկացողությունը։ Միայն դատագրված, նույնիսկ Օսկանյանին էին պատին դեմ տվել անգլերեն։ Առաջին փորձարկում Օսկանյանը։ Այո, occupated հասած, նույնիսկ օրինակներ էր բերում ինքնաթիռների զուգարանի եւ այլն բաներ։ Այո, մենք մոռանում ենք եւ հաճախակի ամբողջ մեղադրանքները ուղղում ենք տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական գործիչների, բայց մոռանում ենք, որ նրանք վերջի իրականացնում էին հասարակության պահանջները եւ հասարակության մոտեցումները։ Եվ ամեն մի խոսք նրա մասին, որ պետք է ավարտել, ինչ որ զիջումների գնալ, ընկալվում էր որպես դավաճանություն։ Դες էլ հիշենք։ Ես կարծում եմ, որ սթափ բաց աչքերով նայել սեփական անցյալին միայն ու միայն օգուտ է տալիս։ Այո, հիմա այդ վիճակում է Ադրբեջանը, այդ էյֆորիայի վիճակում եւ սթափ ադրբեջանցիները միջալոց շատ մտահոգված են դրանով։ Իրենք այդպես էլ ասում են, մենք կրկնում ենք որոշակի բաներ եւ շատ ենք վախենում, որտեվ աշխարհը շատ արագ է փոխվում։ Ոչ ոք չգիտի վաղը թե ինչ դասավորություն է լինելու
Եվ եթե դու հաղթանակը չես օգտագործում խաղաղություն հաստատելու համար, այլ նվաստացնելու ինչ-որ նոր ձեռքբերումներ ձեռք բերելու համար, շատ հավանական է, որ ամեն ինչը կարող է բումերանգի պես անդրադառնալ նաև քեզ։ Այսինքն մեծ հաշվով խաղաղության օրակարգ կա Բաքվի եւ Երևանի միջև։ Թե դա ինչ որ մի բանի իմիտացիա է, որի տակ մենք ստիպված ինչ որ մտքեր ենք ձևակերպում։ Դե այն, որ մենք իրականում ուզում ենք խաղաղություն, դա կարծում եմ պարզ է եւ պարզ է կարծում եմ, որտեղ մենք հասկանում ենք մի բան, որ պատերազմը եւ խաղաղության բացակայությունը, այսպես ասենք, թուլացնում է Հայաստանը։ Իսկ թույլ Հայաստանի հետ կարելի է անել ամեն ինչ։ Դա հոյակապ հասկանում է եւ Ադրբեջանը։ Կարելի է չպատերազմել Հայաստանի հետ, բայց կարելի է Հայաստանին թուլացնել։ Թույլ չտալ, որ Հայաստանը զարգանա։ Իսկ թույլ Հայաստանի հետ կարելի է անել ամեն ինչ։ Սա միանշանակ է։ Պատմությունը բերում է բազմաթիվ օրինակներ, երբ նույնիսկ շատ հզոր երկրներ գնում էին մեծ դիտումների միայն թե հաստատվի խաղաղություն եւ իրենք կարողանան քիչ թե շատ զարգանալ։ Եվ սովետական Ռուսաստանի, հիշեք, Բրեստ-Լիտովյան, դայնագիրը, եւ այն ինչ որ կատարվեց Գերմանիայի հետ, եւ մեր պատմությունից, երբ առաջին հանրապետության ղեկավարությունը պատրաստ էր ամեն ինչի, նույնիսկ 10,000 քառակուսի կիլոմետրի միայն թե լինի խաղաղություն։ Այսօրվա դիրքերից է հեշտ դա քննադատել, բայց իրականում ես կարծում եմ, որ վիճակը շատ ողբերգական էր եւ իրենք ստապ էին գնահատում, թե ինչ է նշանակում Հայաստանի համար չունենալ խաղաղության պայմանագիր։